Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, այսօր մայիսի 26-ն է դեռ Միացյալ Նահանգներում, ուրեմն այս ձայնայինը հասցեագրված է բոլորին։ Սիրելի ժողովուրդ, 2014 թվականին, երբ որ Գասպարյան Վովան օգտվելով իր պաշտոնական դիրքից սարքեց Վարդան Ղուկասյանի գլխին և կալանավորեց ու դատեց, ինքը բացարձակ պատկերացում չուներ, թե ինչ է լինելու հետո։ Ինքը և իր Թայսեն հաշվարկ էին արել, որ Վարդան Ղուկասյանը կամ բանտում ինքնասպան կլինի, կամ հետո դուրս կգա երկրից կթողի կգնա, այսինքն ոչինչ չանելու է, որպես անհատականություն կվերանա։ Բայց Վարդան Ղուկասյանը բանտից դուրս եկավ, դառավ մի հատ գելու գազան, ընկավ դրանց նմանների ջանին։ Հետո սխալը կրկնեցին սրանք, այս մի բոզի տղեկը, եկան կապերով, մապերով, Վարդան Ղուկասյանին կալանավորել, թվին գցին բան, բնականաբար Վարդան Ղուկասյանը ընտրություններից հետո դուրս է գալու, ամսի 7-ից հետո, ինչ-որ մի գեղեցիկ օր, գեղեցիկ պահի, բնականաբար էլ ավելի կատղած շուն դառած, թե հիմա ինչ է, դրանից պնպետար։ Ինչ եմ ուզում սրանով նախ ասել, որ այն մարդիկ, որոնք որ հիմա ինչ-որ դեպրեսիայի մեջ են, կոտրված են, որ Վարդան Ղուկասյան չկա, չի գալու կամ չի լինելու եւ այլն, ես ուզում եմ ասեմ, դուք կոտրվելու իրավունք չունեք։ Եթե ես չեմ կոտրվել, այս 16 ամսվա մեջ ես հոգեբուժարանում, այս համակենտրոնացման ճամբարում, այս դեմոկրատական երկրի, որևիցե մեկը կոտրվելու իրավունք չունի։ Եվ այսօր մենք, մեր կուսակցությունը անհրաժեշտություն ունի վստահված անձանց, անհրաժեշտություն ունի դիտորդների, ավելի շուտ վստահված անձանց, որ պետք է խոստովանեմ, շատ պասիվ է ընթանում այս պրոցեսը։ Ամսի 7-ից հետո ձևավորվող նոր կառավարություն կլինի, թե ինչ կլինի, ինչ իրավիճակ է կզարգանա եւ այլն, Վարդան Ղուկասյանը որ դուրս ելավ, դուք նորից սկսելու եք զանգել Վարդան Ղուկասյանին։ Պարոն Ղուկասյան, այս պարոն Ղուկասյան, այն լիֆտը, չգիտեմ, տրոլեյբուսը, ամուսինս, երեխես եւ այլն։ Վարդան Ղուկասյանը հարց է տալու։ Դուք ինչով օգնեցիք Վարդան Ղուկասյանին, որպես վստահված անձ, եկա գրավեցիք, ոչ։ Այս ժամանակ ինչ որ մի, չգիտեմ, քարոզաշա Վարդան Ղուկասյանի օգտին արել եք, ոչ։ Ինչ որ մի ֆլեշմոբի մասնակցել եք, ոչ։ Ինչ որ մի միտինգի գնացել եք, ոչ։ Վարդան Ղուկասյանին ձեր տվել եք, ոչ։ Բա ինչ երեսով եք զանգում Վարդան Ղուկասյանին։ Ում եք ձեն տվել, ում համար եք գնացել դառը վստահված անձ, ում եք սատարում, ում եք աջակցում, այդ մարդկանց հետ պիտի գնաք դիմեք։ Հինիկվանից ասում եմ, դուք ձեր մաշկի վրա զգացել եք արդեն։ Նիկոլականների տանձին չեք, բացարձակապես, խտրեմ, 5 տարի, 8 տարի պարլամենտում նստած են, սաղից փաթին կցին միան, առանց վիրավորվելու, ռոբասերժականների տանձին չեք, որևիցե մեկի ձեռից մի հատ թուշանել են, այս 5-8 տարվա մեջ, ինչը, եթե վեկալում ենք Սերժին, վաբշե, մի 15, չգիտեմ քանի տարի, որևիցե մեկից մարդատեղ ծրել են, ընտրությունից ընտրություն, եկել են, կեղծ լեգենդներով գնացել եք, ոտ եք պաչե, ձեռ եք պաչե, ինչ եք բնը պաչե դուք, գիտեք այդ 20, 30, 50 հազարը բան վերցել եք, հետո 5 տարի թքել եք ասոյի փայտիկի։ Ձեր մաշկի վրա զգացել եք, չէ՞, քոչանականի, ռոբականների, սերժականների վերաբերմունքը։ Ինչ վերաբերվում է օլիգարխիայի ներկայացուցիչներին, նույն դոդը բացարձակապես ոչ մեկի մատից փուշ չի հանել, միայն ընտրությունից ընտրություն, այն էլ մի կտոր հաց տամ, հաց կտակ ինչ տամ։ Տաշիրը առավել ևս, պիտի ապայման դլո ըլնեիք, որ տաշիրը ինչ-որ մի բանի տեղ տնին, ինչ-որ մեկին։ Ոչ մի օլիգարխ ձեզ հաշվի չի առնելու ընտրություններից հետո։ Միակ մարդը ես եմ եղել, որ առանց ընտրությունների, առանց ինչ-որ մի բանի, 8 տարի շարունակ, ձեր աչքի առաջ, լավից, վատից, պատասխանել եմ ձեր հեռախոսազանգերին, ձեր համար ներվայնացել եմ, սրա նրա հետ դարել եմ թշնամի, սրա նրա հետ դարել եմ վատամարդ, ձեր պատճառով եւ այլն, բայց ձեր հարցի լուծումը տվացվել է։ Հաշվանդամը կարգաստացել, շենքի լիստը չաշխատել, աշխատել է, տրոբեկը տրակացել եղեք, սարքել են, քաղմազ բռնած տարածները բաց են թողել, դատանան բռնած տարածները բաց են թողել։ Այսինքն դուք այդ ամենը ձեր աչքով տեսել եք։
Բա այդ վաղ, այս 2002, 3, 4, 1 եւ այս անբարոյականի զավակները ուր էին։ Հիասթաներում նստած, իրենց վիլաներում եւ դարչաներում վայելում են իրենց միլիարդները։ Հիմա հելել են, շոուներ են անում, ասում են Ռուսաստանը, որ այդ օրենքը ընդունեց, տաշին ասում, այդ որ ասում այն քաղաքացուից կապված կերարեմ զինված ուժը, այդ իմ համար ընդունել։ Մեկը չկասի, բոզի տղա, հելար հայտարարի ես հրաժարվում եմ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Բա որ հրաժարվել ես Ռուսաստանը քեզ կպիտի օգնի։ Ես ոչ ռուսամետ եմ, հեն այն ակումբի բաները հել եմ այդ Աբրահամյան, եսի որտեղից են սնվում, եսի ինչ են անում։ Նույն ձևել ես իշխանությունները սնվել են եվրոպական աղբյուրներից եւ թուրքական աղբյուրներից։ Թող մի հատ էս թող ցույց տան, որ Վարդան Ղուկասյանը սնվել է կամ ռուսական ինչ-որ հիմնադրամներից, կամ թուրքական, կամ ամերիկյան, կամ ֆրանսիական, կամ եվրոպական։ Ոտերը սկուտեն, այդպես թող պիտի լինի։ Իոնիսյան, ինչ վիժված կասես եվրոպական բանի Արման Բաբաջանյան, Թևանյան, Մևանյան եւ այլն։ Վարդան Ղուկասյանը մոքրով։ Ոչ այս կողմնա Վարդան Ղուկասյանին ֆինանսավորել, ոչ այն կողմնա Վարդան Ղուկասյանին ֆինանսավորել։ Վարդան Ղուկասյանին ֆինանսավորել են իր աջակիցները, իր հետևորդները, իր հավատարիմ մարդիկ եւ այն որ ասում է լիքը նորմալ հայրենասեր անձինք։ Ոչ այս պետության ձեռին ենք նայել, ոչ այն պետության ձեռին ենք նայել։ Թող հանեն մի հատ փաստաթուղթ ցույց տան ժողովրդին։ Ինչ եմ ուզում ասեմ, ծերի ժողովուրդ։ Մենք ունենք վստահված անձանց կարիք։ Ես ունեմ, որպեսզի գան եւ տեսնեն ընտրատեղամասերի բնվիճակը։ Հեռախոսահամարն էլ ասել են։ Նորից եմ կրկնում 094-ով 40 90 96 զանգ արեք ամեն օր։ Հեռախոսահամարը գործում է կամ Բաղրամյան Մարշալ Բաղրամյան 76-3 հասցեով գրասենյակն մինչև շուտով երկրորդն էլ կբացվի, երկրորդի հասցեն էլ կասենք։ Ես ձեզանից պահանջելու եմ։ Ասելու եմ, դիմում եք Վարդան Ղուկասյանի տոկությանը, ինչ է կարել Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցության եւ ձեր երկրի համար։ Ձեր հետույքը տեղից փոքր գնացել եք ընտրատեղամաս։ Ոչ։ Գնացել եք վստահված անձ։ Ոչ։ Ինչ-որ մի ֆլեշոբի միացել եք, ոչ։ Սատարել եք, ոչ։ Բա Վարդան Ղուկասյանից ինչ եք ուզում։ Նույնիսկ եմ գնում, ոչ մի օլիգարխ, ոչ մի ռոբասերժականներ, ոչ մի Թևանյան ու Մևանյաններ, ոչ մի Թաթոյան ու Մաթոնյաններ, կլոուններ ու մլոուններ ձեր ձեռից փուշ անողը չեն։ Այս երկրի մասին մտածողը չեն։ Նայեն են տաշիրը, բանը շոուի արը, այդ շոուին գնաց է բարում են, ուրախանում են, մեկը չկասի, ինչի վրա եք ուրախանում, որ բանակը դարձնելու է մի տարի, որ Ադրբեջանից տարածքային պահանջ չունի, որ քյարքին պիտի տա։ Այդ մի բանը տաշիրն ասել, մի բանը Նիկոլն ասել, մի բանը Սերժն ասել։ Այդ ներողություն, Ռոբիկն ասել, սաղելին են ասել։ Սրա միտինգին գնում եք ոչ։ Ոչ մի կերպ չեք կարող հասկանալ։ Հասկանում եմ մեծ մասը փողով է, գերակշիռ մասը 100,000, 50,000 գնան, վեկալեն, բարեն ուրախանան, լավ ջանդամ, թողնեն ուրախանան, բայց ընտրության ժամանակ գոնե խելքով մտածեք։ Գոնե մի հատ նայեք, տեսեք տարբերություն կա սրանց մեջ, թե ոչ Ռոբիկի, Նիկոլի, Տաշիրի։ Ո՞րն է այդ տարբերությունը։ Արցախ պիտի վերադարձնել, արցախցիներին պիտի Արցախ վերադարձնել։ Հող չպիտի տան։ Ինչով են իրենք մեկը մյուսից տարբերվում։ Միջազգը չպիտի բացեն։ Մարդիկ ասում են մենք պիտի անենք, այն ինչ-որ անում է Նիկոլը, համարը նույն բանը, տարածքային պահանջ չունենք, ენი չունենք, ես էպիտակ, ენი պիտանենք, սաղ ստորակատը, սաղ տվածը և այլ, ես ինչ եք անում։ Մանի, որ մասով եք մտածում, սերի ժողովուրդ, խոսում եմ շատ հանգիստ տարած ներվայնանալու։ Միակ ուժը, միակ անձը, միակ թիմը կուսակցական, որ ինչ-որ մի բան պիտի անի սրանց բոլորի դեմ, դա համար 15 քվեաթերթիկն է, ուրիշ գոյություն չունի, ուզում եք ձեզի պատռեք, ուզում եք ձեզի ինչ ուզում եք արեք, չեք հավատում, ամսի 7-ից հետո կկտենաք, անող են, թե անող չեն, ես անող եմ իմ թիմով, թե անող չեն, թե որ ասում եք կապրենք և կտեսնենք, բայց միշտ հիշեք, Վարդան Ղուկասյանը նեղությունից միշտ դուրս եկել է ավելի հաղթանակած, թող ոչ մեկ չկասկածի, խնդրում եմ այս ելույթը մաքսիմալ տարածել, որպեսզի հասնի յուրաքանչյուր հայ մարդու, յուրաքանչյուր չափահաս մարդու, յուրաքանչյուր ընտրողի, որպեսզի ոչ մի հետո չասի, ես սա չեմ լսել, խեցրելի հետևորդներ, կիսվեք, տրեք բոլորդ ձեր էջերի վրա, որ ցանկացածը սա լսել, հետո չասեն, մենք չենք լսել, մենք չգիտենք, այսքանը, հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։